Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան։ Ինչպես եք ձեզ զգում այս հով եղանակին։ Ձեզ եմ բերել իմ գյուղի սիրուն պատկերասրահը, իմ սիրուն լեռնաշղթայի վերևում։ Հետարքիր տեսք ընդունել։ Բայց արև չկա։ Լուսավոր է, բայց արև չկա։ Կորել արևը չկա։ Չնայած այդ ամենին երեխաները սիրով խաղում են, ես էլ իմ երկրորդ վլոգն եմ սկսել, այսօր երկրորդ անգամ ձեզ եմ միացել, շուտով անփուշ մոշը կհասնի, գնալով ավելի է խոշորանում և ավելի շատ են այստեղ այնտեղ կարմրին տալիս, ես մշտապես մոտենում, հիանում եմ, ժպտում եմ, մի հատ էլ մտքիս մեջ ասում եմ, ես երբ են թոռներս գալու անուշան են։ Մի քիչ շրջենք իմ բակում։ Մոտեցել եմ լուսամտագոգի իմ ծաղիկներին, այս մեծ փունջը մեկ ցողունի վրա է։ Մի քանի գույներով և հրաշալի բույրով։ Մեկ-մեկ մոտենում եմ և անուշ հոտ եմ քաշում։ Տրամադրություն է բարձրացնում։ Առաջ գնանք, այստեղ բեգոնյան է բոյ քաշում։ Եվ կոկոնը դեռ այս վիճակում է։ Իսկ այստեղ արդեն բացվում է, տերևների տակ թաքնված էլի լեյքը կոկոններ կան։ Այս մի կողմը սպիտակ զանգակն է, սպասում եմ բացվելուն, արդեն խոշորացել է կոկոնները։ Ճիշտ արևը չի երևում, բայց այստեղ իմ արևներն են ժպտում, խենթացնող տեսք ունեն և իրանց վառ գույներով վարակիչ են դարձնում ու տրամադրություն են բարձրացնում, հրաշալի բուրմունք ունեն, մեղուները հավաքվել են, նեկտարը ծաղկափոշի են տանում, ծանրությունից թեքն է ընկել, կարծես թե թիկնել է։ Ամբողջ բակով մեկ տարածված ունեմ, քանի որ սերմը թրջվում ու տարածվում է, ինքնուրույն հեշտությամբ հաստատվում է։ Այս կողմում էլ ունեմ, ամենուր ունեմ։ Այ, բռնացրինք մեղվին, եկել է։ Ծաղիկներով հիացանք, սիրել հետևորդներ ջան, հիմա էլ գնանք թուղս մայրիկով և իր ջուտիկներով մի քիչ զվարճանանք։ Ես այստեղ եմ, սիրել հետևորդներ ջան, թոքսիկն էլ այս կողմում է։ Մի հատ կոֆե եփենք, հետո նոր կմոտենանք, կզվարճանանք։ Իսկ որ արևը չկա, հիշեցի այն հայտնի հումորը, որ ասում է, կորել եմ, մոլորել եմ։ Հիմա արևը կորել, մոլորել է։ Թոփերն էլ գրակում են, ոնց որ թե անձրև պիտի գա։ Ես էլ լիքը պլանավորած գործեր ունեի այս ժամի վրա, տենց ա չէ, ժամե մեր գործերը նախապես պլանավորում ենք, թե որ ժամին ինչ պետք է անենք և մեր օրը դասավորում ենք։ Տեսնենք ոնց կստացվի։ Այս պահին եկեք կոֆե եփենք։ Ու այս ընթացքում նաև որ տատմերություն էի անում, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ ասեցի, երկրորդ վլոգն եմ սկսում նույն օրվա մեջ, այսօր հուլիսի 6-ն է։ Գիտեք ինչ հանդիպեց ինձ համացանցի մեջ։ Չնայած թոփերն անդադար սկսեցին կրակել ու իմ գործը հավանաբար կձախողվի դրսում, տեսնենք, Աստված առաջ, բայց ես ուզում եմ իմ զրույցը շարունակել ձեր հետ։ Բոլորս էլ լավ գիտենք, որ համացանցը ճիշտ օգտագործելու դեպքում շատ նոր գիտելիքներ ենք սովորում, թարմացնում ենք մեր հին իմացածը, մեր ուղեղը թարմանում է, կրկնապատկվում է մեր իմացածը, և ինչ նյութ հանդիպեց ինձ սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ ես միշտ սիրում եմ գիտական նյութեր կարդալ, հատկապես, եթե վերաբերվում է այդ նյութը տիեզերքին, այս մեծ տիեզերքին, մեր երկրագնդին, մեր երկիր մոլորակին, արեգակնային համակարգին և այդպես շարունակ, եթե ասում ենք տիեզերք, արդեն հասկանում ենք մի մեծ ամբողջականություն։ Ուրեմն այսօր հուլիսի 6-ին, սիրել հետևորդներ ջան, ամբողջ տարվա մեջ առաջին անգամ
Արեգակնային համակարգը, այդ մեծ հսկան արեգակը, որ ջերմասում ու լուսավորում է մեզ, և մենք մեր երկիր մոլորակը գտնվում են միլիոնավոր, շատ միլիոնավոր հեռավորության վրա։ Այդ ժամանակահատվածը իհարկե այդ նյութի մեջ նշվում էր, բայց երբեմն, երբ որ կարդում ենք այդպիսի նյութերը, արդեն այդ թվերը ինչ որտեղ սենց չի տպավորվում այդ պահին, բայց հոլա գիտենք, արդեն լավ ենք պատկերացնում, երբ որ ես էլ ձեզ հիմա փոխանցում եմ այս զրույցը, որ այդ նյութի մեջ կարդացել եմ այդ միլիոնավոր հեռավորությունը, դրա համար էլ այսօր մի տեսակ մութ է, հենց առավոտվանից։ Երբ որ այսօր առավոտը վեր կացալ ու ձեզ էլ միացել այդպես լուր, սուսպուս, որպիսի ինչպես որ ես այնպես էլ դուք վայելեք բնության ձայները, գիտեմ, որ դա ձեզ շատ է դուր գալիս և այդ պահերին երբեմն ես լռում եմ։ Եվ իսկապես արժե, քանի որ նման բաները, բնության ձայները, բնության տեսարանները մեզ ստիպում են լռել։ Հիմա էլ այդ նյութին հանդիպելով, սիրելի հետևորդներ ջան, իմ գիտելիքները ավելի զարգացնելով, հիմա էլ ձեզ եմ փոխանցում, միգուցե ձեզ չի հանդիպել այդ նյութը, որ իմանաք, որ այսօր հուլիսի 6-ին արեգակը և երկիր մոլորակը գտնվում են ամենահեռու ժամանակատարածահատվածում, չգիտեմ ինչպես բացատրել այդ բառը, կարծում եմ ինչ շատ լավ եք հասկանում։ Ես սիրում եմ, որ իմ բառապաշարը հետարքիր լինի, ես սիրում եմ, որ լավ բառապաշարով ձեզ ներկայանալ և իհարկե չմոռանալ իմ ոսկեղենիկ, իմ գյուղի, շնորհ գյուղի բարբառով երբեմն ներկայանալ ձեզ, նայած թե ինչ եմ ներկայացնում և որ պահին եմ ձեր հետ ինչ խոսում, սիրելի հետևորդներ ջան, շատ եմ սիրում կիրթ խոսել, դա իմ ամենասիրելի ներկայանալու ձևն է, երբ որ մարդը, հատկապես կինը, կիրթ է ներկայանում, չնայած չի խանգարում, շատ գովելի է, երբ որ տղամարդիկ նույնպես կիրթ են ներկայանում այս դժվար ժամանակներում, երբ որ մեր գիտությունը կարծես թե անտեսվում է, խոսքը, կիրթ խոսքը անտեսվում է և հազվադեպ ենք նման մարդկանց հանդիպում, ինչևէ, ես իմ կոֆեն լցնեմ, քանի որ այստեղ եմ ուզում խմել, քանի որ դրսում քաղաքից երեխաներ են եկել, խաղում են, գնդակով խաղում են և իրենց մանկությունն են վայելում։ Երբ որ իմ թոռները կգան, 5 թոռ ունեմ, պատկերացնում եք, նույնը արդեն իմ հարևանների մոտ կլսվի իմ երեխաների խաղի ձայները, ուրախության ճիչերը, աղմուկ-աղաղակը, երեխաները մեր տան զանգակն են, երեխաները մեր տան արևն են, սիրելի հետևորդներ ջան, հիմա որ ասեցի արևը և երկիրը այդքան հեռավորության վրա են գտնվում այսօր, և ձմռանն են ավելի շատ մոտենում, իհարկե, այսքան հեռու չի մնալու, էլի հետ է վերադառնալու, ուղեկցրում այսօր այդ պահն է, սիրելի հետևորդներ ջան, կարող եք ուսումնասիրել տիեզերքի գիտությունը և կտեսնեք, թե ինչքան հետարքիր է, իհարկե նաև շատ հետարքիր է, որ ես այս ընթացքում տատմերություն էի անում իմ թուղթմայրիկին և ճուտիկներին, չեք պատկերացնի, թե ինչ աննկարագրելի զգացողություններ եմ ապրել այս ընթացքում։ Դա ուղղակի հրաշք է, բնության հրաշքներից մեկը, որը տուն եմ բերել, պատկերացնում եք, երբ որ մարդը կենդանիներ է սիրում, այո, նաև տուն է բերում, այս պահին տանն է գտնվում, արդեն ասել եմ, գիտեք շատերդ, և նորից եմ ուզում ասել, իսկ հիմա մեր կոֆեն վայելենք, թոփերն էլ որ այսպես անդադար կրակում են, չգիտեմ, գործեր ունեի, պետք է սրսկումներ կատարեի իմ ծառու թփին, այդ օրներ, այդ պահներ, եթե անձրևը խանգարի չեմ կարող, ոչինչ, վաղը կանեմ, բայց երբ որ մի բանը ծրագրում ենք այդ ժամի վրա, չգիտենք չէ, թե հաջորդ քայլին, հաջորդ ժամին կամ հաջորդ րոպեին ինչ կլինի, դա Աստված, որ ամեն բան հաջորդ րոպեին մեր բոլորիս համար, մեր սրտով լինի և Աստծո կամոք լինի, սիրելի հետևորդներ ջան, վայելենք մեր կոֆեն, ես իմ սիրելի վայրում, Ես իմ կոֆեն իմ սիրելի վայրում վայելում էի ու անձրևն էլ սկսվեց, մի պահ դուրս եմ եկել, շնչեմ մաքուր օդը, որ քամին մաքուր թթվածին ա բերում անտառներից, սարերից ու ձորերից և այս սիրուն տեսարանն ա իմ առջև։ Գնամ կոֆես բերեմ, այստեղ նստեմ, այստեղ վայելեմ կոֆես, վայելեմ անձրևը, չնայած դրսի գործերս խոմփոնեց։ Կոֆեզ որ կիսատ էր, վերցրել եմ եկել ստեղ,
Ամբը գոռում է, անձրևը գալիս է, ու ինձ թվում է, որ սա երկար տի գալ, գործերս խփանեց, սևակն էլ է, մենակ կարկուտ չգա, առաջի բանը, որ մտածում ենք բոլորս էլ է դա, չէ, սիրելի հետևորդներ ջան, ոնց տեսնում եք, ամբերը վրավակվեցին, ես էլ ուզում էի ճուտիկներին դուրս բերեմ, կոֆես ինձ քաշեմ, այսքանն էլ խմեմ, անձրևը գալիս է, անձրևը թեկնախփում բալկոնից էլ փախացրել հետևորդներ ջան, լուսամուտները փակելով եկել են, մնում է ստեղի լուսամուտը փակել, քանի որ անձրևը թեկնախփում։ Անձրևը կտրվի, էլի կբացեմ մաքուր օդը կգա։ Մի փոքր զրուցեմ, ես մի երկու կում կոֆեն խմեմ ձեր հետ միասին։ Եվ արդեն ճուտիկներով, քանի որ անընդհատ չի կարելի իր րոպեն մեկ, բայց սիրելի հետևորդներ ջան, դեռ ծվից նոր դուրս եկողները կան, մի փոքր եմ ուզում սպասել, այդ հենց մի քիչ սպասողական վիճակում ենք, ես էլ, դուք էլ, կոֆեն խմենք, մի փոքր զրուցենք, մինչև այդ ժամանակը շահենք։ Ինչ շատ է գրում, որ մազերս այս ձևով հավաքած, շատ ասազում ինձ, ես էլ ուզում եմ այդ վերաբերյալ մի պատմություն պատմել, իհարկե նախապես բոլորի շնորհակալություն հայտնելով, որ այդքան ջերմություն եք փոխանցում եւ այդքան հարգալից եք իմ հանդեպ։ Սիրելի հետևորդներ ջան, առաջվա տարիներին հիշում եք, որ գրեթե բոլորիս մամաները մազերս այս թիթիզ-միթիզ բաներ չէին անում։ Մի հատ մեծ կոս էին հավաքում այն երկաթի շպիլկաներով, ու սենց թիթիզ բաներ չէին անում, ինչպես որ հիմա մեզնից շատերն են անում, բրոճկաներ, 100 տեսակ բաներ։ Հավաքում էին, այդ 4 շպիլկաներով իրանց կոսը հավաքում էին, ու դա այդ ժամանակաշրջանի, այդ թվերի ամենահարգի կնոջ կերպարանքներ, երբ որ երկար մազեր ուներ կինը, և կոսեր հավաքում, և ոչ մի մաս կողքից չէին կախում, այպես ձիգ կոս էին հավաքում, ասեմ, որ սենց հավաքած, ես նույնպես շատ եմ սիրում ինձ այս կերպարով, բայց երբեմն էլ, որ ամուր հավաքում եմ, ցավացնում եմ մազարմատները, դրա համար մեծամասամբ մի քիչ ներքև եմ հավաքում, երբեմն էլ թափած եմ թողնում, բայց որ սենց հավաքում եմ, ստիպված պետքա ձիգ հավաքեմ, որ այսքան շատ մազերը բրոճկան պահի։ Ինչև է, սիրելի հետևորդներ ջան, մենք ամեն մի կերպարով էլ եկեք սիրենք մեզ առաջին հերթին, մենք սիրենք, հետո նոր տեսնենք ով մեզ կսիրի։ Իհարկե շնորհակալ եմ, որ դուք ինձ ամեն կերպարով էլ սիրում և հարգում եք։ Կոֆեն վայելենք և ժամանակը գա, թողս մայրիկին բարձրացնենք, տեսնենք ինչ կա չկա, իր թևիկների տակ։ Անձրևը շարունակվում է գալ, դրսի գործերս բոլորը խափանեց, ոչ մի գործ չի լինի դրսում, ես էլ եկել եմ, որ իմ խոստումը կատարեմ, ստեղ ցորենի բոճկեքն են, բարձրացրել եմ վերև, թողս մայրիկին, տեսնենք ինչ կա իրա թևիկների տակ, ինչ ունես, քանի ձու ա մնացել, ատանենք, այս մեկը նոր ա ծնվել, չես նեղանա, չէ, որ ճուտիկներիդ ստեղ շարենք, այս նոր ա ծնվել զգացվում, այսօր չեմ կերակրի սիրել հետևորդներ ջան, քանի որ երբ որ նոր են ծնվում, այդ առաջի օրը, նույնիսկ պատահմա հաջորդ օրը, ոչ մի բան չեն ուտում, այդ կերը որ բերել եմ, չէ, արդեն գիտեք ասել եմ, մյուս վլոգի մեջ, նա մի քանի օրից եմ տալու, մի քանի օր պետքա ձվի դեղն ու ստամպին եփած, այ, քանի որ ձուկա թողս մայրիկին չեմ հանում դեր, 3-4 ձուկ արդեն, ես մեկը հեսա կծնվի, արդեն ջարդու խուրդ է արել, փշրել ա լրիվ, հեսա, մի քիչ օգնենք, տեղին ճուտիկ ա ինքը, ես միացից պահենք, ճուտիկներին հանենք, տենակ քանի ճուտիկ ա ծնվել, 19 ձու էի դրել, ես մի
մեկն էլ նոր ծնվել, Չալտիկը, Սևուկը, Կարմիրը, Մոխրոտիկը։ Բարը մեր Ջայլամիկը։ Ոչ մեկին չի տրորել, ես էլ Ջայլամիկը։ Սրանք համ մսատու սորթ են, համ ձվատու։ Ես էլ ձեռիս մեջ թպրտում է։ Ինչա, ապրիմ թողսիկը, որ սենց խելոք է, թողում է, որ զվարջանանք իրար ջտիկների հետ, չի կտցում մեզ, չի կծում, չի թպրտում, ես ենքամ չի պաղչում, այ, դանայան տակարնա, ես մեկը փոփոչա, մեկ էլ դանայան տակարնա, չէ, որ հանում են ամեն ինչը, ու դեռ էլի հանում են, լատենանք էլի կա, այ, Սյո բոլորը հանեցինք դանայան տակարից, ես մեկը շուտով կծնվի, սրել հետևորդներ ջան, ես տանք թուղս մայրիկին, չմրսի հանկարծ, ստեղ տենանք ինչ կա չկա, ես մեկը ծակել է, ես մեկն էլ է ծակել, բայց քիչած, ես չի երևա, ու ես մեկն էլ, հաստորեն, մինը լակեղավ չի ծակ, մնում այս 4 հատներ խերոբարով դուրս կան, եսենց մանգալը իրանց լավա մաքրվում են, ուղակի որ անձրևային էր, սիրել հետևորդներ ջան, դե միջանցքում հատակին էլ կանեի, բայց նաև մութ հա, մի տեսակ, լույսը վառեցի, լույսերը թույլ է, դրա համար որոշեցի վերեմ ստեղ զվարջանանք, ստեղ լուսավոր է, նոր ծնվածները իրանց զգացվում է, երևի սա է շուտ ծնվել, ես կարմերուկը, հլասիրան, առույգ է շատ, պուպուշիկը, արդեն կամաց տանք իրա մամային, որ չբարկացնենք, բարությունը չի կարելի չարաշահել, չէ? Արի, դու կմրսես, արի, հեսա որ ման են գալի, մաքրվում են արդեն, էդ իրանց համար շատ կարևոր, հա? Արի, դու էլ ես նոր ծնված, արի, ամեն ինչի պուճուրն էլ սիրուն է, չէ, որ կենթանին նոր ծնվում է, ասած խոսքա չէ, որ մկանճուտն էլ պուճուր վախտը սիրուն է, ու հլա այս սիրունին էլի նաշխած է, որ ասում եմ առույգը սա է, հլա, ինչ ես բարձրացել, բարձրավանդակ, դիրում ես մամային, արի, ես է ոնց որ պինգվին էլնի, իրանց վաղը կկերակրեմ ձեր հետ միասին, հիմա վլոգս չեմ ավարտում, որպիսի վաղը միանամ իրանց կերակրման ժամին, ես է ջայլամիկը, ես մի հատ սպիտակ ջայլամիկ ունեմ, մի հատ սև, իսկ ես մի քիչ մոխրոտ, մի քիչ էլ նաշխերով, այսքան բան, հիմա թուղս մայրիկին իրա ճուտիկներով հանգիստ թողնենք, պուպուշանենք մի հատ էլ, մեր փոփոչիկին, ես կգնամ իմ հավերին կկերակրեմ, արդեն այդ ժամերն եմ մոտենում, իրանցով կզբաղվեմ, անձրև ա գալի, ձեզ ինձ հետ չեմ տանում, ձեզ կմիանամ վաղը ճուտիկների կերակրման ժամին, առայժմ։ Դե քնեցեք, նանի կարիք, շոքում եք, միտեք տակը, կնացիք, կոֆես եփեց, ես կողմերել ճուտիկների համար ձու եմ դրել, շուտով ես էլ կեփի, պետք է մի քիչ բինդեփեմ, դե կոֆես լեցնեմ, մինչև կոֆես կխմեմ, ձուն էլ կեփի, ճուտիկներին կտամ, վաղ առավոտյան ժամերն է, բարի լույս սիրել է հետևորդներ ջան, դուք էլ ձեր կոֆեն եփեք և միացեք ինձ,
Թողսիկ ջան, շոքում ես, ցորենը տվել եմ, ջուրը դրել եմ, դեռևս երեկվանից, մոտ չի եկել, ուրեմն վիր չի կացել, եմ եկել ոնց որ թե շոքում է, ասեմ որ սաղ գիշեր, համարյա թե զարդուն եմ ելել, գնացել եկել եմ, մտիկ եմ արել, դե գշերով չեր ուտի ես, մի հատ ձուն էր մնացել, արդեն ժամը 3-ն անցեր, ես քնել եմ, լատենանք էդ մի հատը դուսա եկել, թե չէ, պետքա թողսիկին արդեն հանեմ, թողսի ջան, Ես ոնց անենք, որ լավ էլի, ձունել եմ էփել վերել, լայքիք, ձեգամիկ աշխուժես, ձերս տանեմ, մի հատ ձոգ դա, ատենակ ձոգը, մի քիչ, ականջիս տնեմ լսեմ, թակում է, բայց լատենանք էլ կա, էստի դնեմ, չել չկա, ես մի հատնա, դե հմի թողս մարիկ, ես այդ էլ դուս կկա, վրազիլն է, գնա, ճուտիկների քանում եմ, եկեք, ճուտիկները ցորեն չեն ուտելու, ձու են ուտելու, ցորենը քո հմար են բերել, ես պահին 17 հատ ճուտիկա դուս եկել, այ սա ջուկը տամ, աչքիս այդ ցորենը տյան վիրուն եմ, Այդ ուղակ երեկ դրեցի, որ ուտի էլի սոված չմնա, թուղսիկը, որ ճուտերա հանում, այդ օրերին ընդհանրապես չի ուտում, ամբողջ հարցը ես մի ձունա, ես լավերի դնեմ ցորենի միջին, ստիպոչկում, որը դի թողում, դար չտի էլի, ճուտերի կշտին դես դեմպի փախչիլ, Ես է սենց, արևի շողկերն ընգա վստի, մի իմ էպած դեղնոցը, ստի մի քիչ նեղված կտեղա, ոչ կենին են, էցերի տեղա էլի, ստից հմ էդ բիտոնա, էլ պետքը չի, որ ես բան անեմ էլի, թուղթ-մուղթ փռեմ, ես այք եք սա, լրիվ կպշրեմ, իրանց մաման կուտուտ կանի կուտացնի, կամ հլամին կեսը թողում, դենանք, իշնավոր ձուն, բայց թե պետքա ճիշտ կատարեմ էլի, ստոպրակը իրանց կճեպնինա, ես ծվակոլոլ է լավ, ես դի չոքել եմ էտա, ուրիշ մարդ չկա, աչքիս մի բուջուրաթոր բերեմ, սրանց ստի մի քանի օր կպհեմ, հետո նոր կտանիմ են մի կուրը, ես կողքի հվանոցը, այսպես, չէ ցորենը խանգարում ա, ոնց որ, չանեմ, սենց անեմ, Բերեմ, քուջուջ արա, դի քուջուջի տեղը, որ քուջուջ ես անում, սա ցորենը դեսը բերեմ, սայ, արի թողսի, կարոտել է իր քուջուջիտ, սենց հա, թողսի ձևը, շաշուկ, սայ ջուն, էսյա, կուտ, արի սայ, Եսա որ տենա, ոնց որ թե տեհել չի էլի, համել հավի ուշկը քուջուջումնա, եկի
Աղջիկից սենց բաներ կան, այս մեկի տատիկներին բմբուլիկներ կա, հեսա, այ, իմ հավերի տեսակը լավն է, այս ենք ձեներ տի հանել ու տացնել, ուղակի տեհել չի, իրանց ստիված կթողում են միձուն, աչկիս տանում են մի թուղսի տակին դնեմ, ու շատ իր կլիմ կծակ է, կբերեմ ստի կխարնեմ, տենանք էլի, թե չել սրանք, ես եշկի միջին կենողը չեն արդեն, ուй, չոքաստեղից լավի կենամ, բրցրանամ բերև, վերերից մտի կանենք, Այդ ամանը դե իրանք չի խնգարի, ստի սենց բաներ եմ դրել էլի, բոչկայա բանա, դրա միջին նյութ կա էլի, ռեմոնտից մնացած նյութ հա, այս սենց, մի չգիտեմ ես խիչ տեղնուց է ուտացնում, սկզբից դժվար ալում, հավը որ վիրակ ենում ուշկը, Այս հենց ուզմա կուջուջան էլի, դա բնազդոր են, Հմի որստի տենա է, կրանամ եդ առանց կրանալը լիլ չէ դա, հրախած բան չի լիլ։ Ահա, ուտում են արդեն, ճուտիկնին իրանից շուստրի են։ Էսա որ մին տեղը սվորին, ինձ էլ հետըտ են ուտել։ Դե ինչ էլի դետ փոխաբերական խոսքեր, որ մենք սարսել ասում ենք, դե հասյո, գանձը գդան, հա, բերեմ էտ մի կուրը, նոզիս, խիլոք թուղսիկ ես, դե կեվ արա, տարոյ, նանոյ, ծվի դեղնոցը ճոխություն է, մի 5 օր կտամ, օրը մի քանի հետ, որ ինք ճուտիկնի լավն էլին, թղսի պահատ ճուտերը լավն են էլում, 5 օր ստիցորնի բոչկի կշտին, կեվ կանեն, իմ թագուհին ու իրա ճուտիկները, այ, են մի հատը ծորենի վրա եմ դրել եք, սարչի, լավ պիտի կենամ բրումս բհեմ, Ստի սբերեմ, ինչ լավ, դեր տակա, սենց ինձ մոդիկ բհեմ, հետո տանում են մի թուղսիկի տակին դնեմ ու շատ իր կլիմենա հենց դուս կգա, հետկա որ դուս կա թակումա ներսից, շուստրիները դուրս են եկել, Երեք հանցկես եմ նոր գնացել, ասի վսյո էլ չեմ նայելու, ես մի հատն էլ դուս կգա էլի։ Այս են, սիրել հետևորդներ ջան, լոգս ավարտեմ, արդեն տեհակ թե ինչա, ոնցա, այս հենց հավեց բաներ, գործերս շատացան, հոգսերս շատացան, բայց թե գիտեք էլի, որ նման բաները հաճելի հոգսա, շատ մարդ երազում է, որ ես հոգսից ունենա, պարքաստու, դե ինչ, բլոգս ավարտեմ, լավ եղեք, միշտ լավ հոգսերի մեջ եղեք,